Բարև Ֆակտոր TV հյուրը քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանն է, ողջույն։ Նավասարդյան, Ռուսաստանի կողմից հայաստանյան ապրանքների նկատմամբ սահմանափակումների ֆոնին Եվրոպական հանձնաժողովը ըստ էության որոշում է կայացնելու կամ պատրաստում է որոշում կայացնել բացել Եվրամիության շուկան հայկական ապրանքների առաջ առանց մաքսատուրքերի եւ քվոտաների, խոսքը 80%-ի մասին է հայաստանյան արտադրանքների, ինչու է Եվրամիությունը այս միջոցը կիրառում, պարոն Նավասարդյան, սա ինչքան հասկանում ենք բացառիկ միջոց է եւ ըստ էության Հայաստանի համար է այս որոշումը կայացվում։ Դե պիտի ընդունենք, որ դա քաղաքական եւ բարոյական պարտավորություն է Եվրամիության կողմից, քանի որ Հայաստանը հնչեցնում է կներեք իր ցանկությունը խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ եւ օրենքի մակարդակով եւ կոնկրետ վարվող քաղաքականության մակարդակով դրա վկայություններ նաեւ երկու գագաթնաժողովները մայիսին, մեկը Եվրոպական քաղաքական համայնքի եւ մյուսը երկկողմանի Եվրամիություն Հայաստան եւ հաշվի առնելով, որ այդ փոխադարձ շահագրգռվածության արդյունքում Ռուսաստանը կիրառում է տնտեսական, հիմնականում առայժմ տնտեսական եւ էներգետիկ միգուցե պատժամիջոցներ Հայաստանի նկատմամբ Եվրամիությունը իր պատրաստակամությունն է հայտնում, խնդրում եմ կրկնում եմ բարոյական եւ քաղաքական պարտավորությունների շրջանակներում Հայաստանին աջակցել այս բարդ իրավիճակից դուրս գալու նպատակով մանավանդ որ ակնհայտ է դառնում, որ այս Ռուսաստանի քայլերը վնաս են հասցնում ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին եւ Ռուսաստանի կողմից նախաձեռնած ինտեգրացիոն ծրագրերին եւ նպատակներին եւ բացի դրանից, որ կարող է Ռուսաստանը վերջնականապես կորցնել Հայաստանը որպես էական գործընկեր, բացի դրանից ստեղծում է ռիսկեր նաև Եվրասիական տնտեսական միության տրոման համար, քանի որ այլ երկրները Եվրասիական տնտեսական միության համոզվում էր, որ Ռուսաստանը փոխարինում է տնտեսական փոխշահագրգռվածությունը ինչ որ քաղաքական պահանջներով եւ իր քաղաքական առաջնահերթություններով եւ դա ոչ մեկին կարծում եմ դուր չի կարող գալ, բացի միգուցե Բելարուսի նախագահից։ Թեև ինքն էլ արդեն կարծես թե որոշ անհնազանդության նշաններ է ցույց տալիս։ Շատ լավ, բայց շատ կարևոր բան ասացիք, պարոն Նավասարդյան, ստացվում է, որ Ռուսաստանի այս պատժամիջոցները եւ Հայաստանի այլընտրանք գտնելը, ոչ թե փնտրելը նախկինում, մենք խոսում ենք գտնելուց։ Իհարկե պետք է սպասել Եվրահանձնաժողովի վերջնական որոշմանը, այդ ըմբռնումով ենք օգտագործում գտնել բառը, ուղերձ է նաեւ ԵՏՄ երկրների, որ եթե դուք Ռուսաստանի ծիրից դուրս փորձեք արտաքին անկախ քաղաքականություն վարել, կարժանանաք պատժամիջոցների։ Սա է, այս տրամաբանությունն է, այսինքն խնդիրն է առաջացնելու ԵՏՄ-ի ներսում։ Ստացվում է նրանք փոխշահավետ ազատ առևտրի ֆինանսների գոտում են գտնվում, մինչդեռ այդ գործիքը կարող է հակառակ ազդեցությամբ օգտագործվել։ Դա իհարկե այդպես է, բայց կարող ենք նաև հակառակ կողմից մոտենալ, որ եթե դուք շարունակեք կատարել Ռուսաստանի բոլոր կապրիզները, ապա դրանք կտարածվեն նաև այնպիսի քաղաքական, աշխարհակաղակական հարցերի վրա, որոնք հակասության մեջ են մտնելու այդ երկրների ազգային պետական շահերի հետ։ Եվ դա այլևս ակնհայտ է դառնում, կարծում եմ բոլորի համար, ոչ բոլորն են բավարար համարձակ, որպեսզի դա նաև արտացոլվի իրենց պրակտիկ քաղաքականության մեջ, բայց բոլորը սկսում են խորապես մտածել, որ Հայաստանի օրինակը իրենց համար շատ կարևոր է տարբեր կարևորագույն հարցերում ընտրություն կայացնելու համար։ Այ հասկանանք ԵՏՄ-ի ապագան, ենթադրենք Հայաստանի Հանրապետությունը հարկադրված է լինում դուրս գալ։ Ինչ որ բան այդ կառույցում փոխվում է, նաև այսպես բարոյահոգեբանական առումով ՀԱՊԿ-ն էլ կարող ենք դիտարկել։ Ընդ որում սրանք տնտեսական եւ ռազմական միավորներ են, նաեւ ԱՊՀ-ն էլ եկեք չմոռանանք, որոնք Ռուսաստանի տնտեսական, քաղաքական եւ ռազմական ազդեցության
տարածման գործիքակազմ են, քաղաքական նշանակության կառույցներ են, ստացվում է ճաքեր է տալիս, հա, թե ճաքեր է տալիս բոլոր առումներով, քանի որ այստեղ գնալով ակնհայտ է դառնում, որ Եվրամիությունը Հայաստան հարաբերությունները ոչ միայն Հայաստանի համար են կարևոր, այլ կարևոր են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների, առաջին հերթին երևի Ղազախստանի, քանի որ Ղազախստանը եւ դրա մասին բաց խոսում են այդ երկրի եւ փորձագետները եւ ղեկավարները, խիստ շահագրգռված է, որպեսզի Հայաստանը ներգրաված լինի Եվրամիության կողմից աջակցող ծրագրերում, ինչպիսին են Միջին Միջանցքը կամ Գլոբալ դարպասը, եւ եթե Հայաստանը հաջողում է այդ ծրագրում որոշակի դերակատարություն ունենալ, դա նշանակում է, որ Ղազախստանի, նույն Ղազախստանի հետաքրքրվածությունը Հայաստանի առումով մեծանում է եւ Ղազախստանի համար բոլորովին էական չի, թե ինչպիսի հարաբերություններ ունեն Ռուսաստանը եւ Հայաստանը երկկողմանի մակարդակով կամ Եվրասիական միության առումով եւ առաջնահերթ է դառնում հենց այդ հարաբերությունները, այլ ոչ թե Եվրասիական այդ ակումբում հարաբերությունները եւ ես հենց դա նկատի ունեի, երբ խոսում էի Եվրասիական միության տրոհման ռիսկերի մասին։ Այ ռուսական քաղաքականությունը ինչ կանի, ինչպես կարձագանքի Եվրամիության այս որոշմանը, երկու սցենար դիտարկեք։ Մեկը այն է, որ դադարեցնում են պատժամիջոցները, որպեսզի Հայաստանը հարկադրված չլինի իր ապրանքները ուղղորդել ԵՄ, այսինքն օգտագործել մեր ծուլության, այսպես ասենք, սինդրոմը։ Եթե խնդիրների չեն հանդիպում մեր տնտեսվարողները Ռուսաստանում, կշարունակեն Ռուսաստան տանել մեծ հավանականությամբ եւ չգնալ Եվրամիության շուկաներում փնտրել ինչ-որ հնարավորություններ։ Երկրորդ տարբերակը Ռուսաստանը ավելի է, այսպես խիստ սահմանափակումներ մտցնում, Պուտինը ասում էր ապահարզան, դե գնացեք ձեր ապահարզանը տեսեք եւ այլն, այսինքն չգիտեմ, ԵՏՄ-ի մեջ գործիքակազմեր կան, ավելի է սրում։ Դուք ինչ եք սպասում այս առումով։ Երկուսն էլ ձեր ասած սցենարներին հնարավոր է, բայց կա նաեւ միջանկյալ սցենար, քանի Հայաստանում Ռուսաստանի պատկերացումների շրջանակներում շարունակվում է քաղաքական ապակայունացման գործընթացը, շատերը հենց այդպես են գնահատում այն ինչ տեղի ունենում Հայաստանում, ապա կփորձեն պահպանել այդ պատժամիջոցների քաղաքականությունը մի քանի ամիս, մինչև կարծես թե ամեն ինչ տեղը ընկնի Հայաստանում, իսկ կարծում եմ դրանով գնալով ավելի ու ավելի քիչ կասկածներ են մնում, անկախ այդ պատժամիջոցներից, ամեն դեպքում տեղը ընկնելու, հարցերի տեղը ընկնելու հեռանկարը բավականին շոշափելի է։ Նկատի ունեք ՍԴ-ի որոշումը։ ՍԴ-ի որոշում, հանրության արձագանքը այդ պատժամիջոցների հետևանքների հետ կապված, այդ բոլորը որոշակի, ասենք, հույսեր կարող են առաջացնել առավել ագրեսիվ շրջանակների մոտ Ռուսաստանի ղեկավարությունում։ Եվ երբ կայունանա իրավիճակը, միգուցե կփորձեն վերադառնալ նաև այն քաղաքականությանը, որը ըստ ձեր ձևակերպման ենթադրում է, որ Հայաստանի բիզնեսը եւ տնտեսական շրջանակները կգերադասեն հեշտ ճանապարհը գումարներ աշխատելու։ Իմիջիալուց դրա մասին դեռ մի քանի շաբաթներ առաջ խոսվում էր բավականին բարձր մակարդակով Ռուսաստանում, որ Ռուսաստանը պետք է հակառակը ոչ թե քաղաքական ճնշում գործադրի Հայաստանի վրա, այլ փորձի հարաբերություններ հաստատել եւ հեռանկարներ բացել Հայաստանի խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք բնականաբար նաեւ եթե շահագրգռված կլինեն Ռուսաստանի հետ ընդլայնել տնտեսական առևտրային համագործակցությունը, նաեւ կարող են հետագայում ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքականության վրա։ Եվ ես չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց մենք կհանդիպենք այդ կարգի
մարտավարությանը Ռուսաստանի կողմից, մանավանդ որ մենք գիտենք, որ կան այդպիսի սցենարին պատրաստ մեր շատ գործարարներ։ Սամվել Կարապետյանը ընտրություններից առաջ ասում էր, եթե Փաշինյանը վերընտրվի, Ռուսաստանի տնտեսական պատերազմ է լինելու։ Այ խորհրդարան անցնելիք ընդդիմության դերակատարությունը ձեր ընկալմամբ որն է լինելու, նույն եվրոինտեգրման թեմայով, եթե մարդիկ կողմ են ԵՏՄ-ում Հայաստանի մասնակցության շարունակմանը, խորացմանը, խոսում են Ռուսաստանի հետ իրենց բնորոշմամբ խաթարված հարաբերությունների վերականգնման անհրաժեշտությունից հիմնական դաշնակիցների հետ ենթադրվում է նրանք Հայաստանի իշխանությանը քննադատելու են չհաշվարկված քայլերի մեջ, տնտեսական ճգնաժամ հարուցելու մեջ, այսինքն հարվածելու են սալի այն մասին, որտեղ հարվածում է նաև Ռուսաստանը։ Սրանքները ուղղելով Ես կարծում եմ նախորդ հարցերին ձեր հարցերի պատասխաններից ակնհայտ է, որ եթե ինչ-որ բան ազդելու է Հայաստանի վրա, ապա դա ոչ թե խորհրդարանում տեղի ունեցող լեզվակռվները, այլ դուք նկարագրեցիք մոտավորապես որ թեմաների շուրջ, այլ ինչ խորհրդարանի պատերից դուրս է լինելու, այսինքն բիզնես շրջանակների շահագրգռվածությունը եւ պարտադիր չի, որ անգամ այդ բիզնես շրջանակները կապված կլինեն հենց ուժեղ Հայաստանի կամ Հայաստան դաշինքի հետ, նրանք կարող են անգամ քաղաքացիական պայմանագրի բավականին մերձավոր գործընկերները լինեն, ի վերջո տնտեսական շահը գործարարի համար ավելի կարևոր է, քան ցանկացած քաղաքական զարգացում, հենց դրանով է պայմանավորված իրենց ընտրությունը իրենց գործունեության, եւ դա նորմալ է ինչ որտեղ։ Բայց ես կարծում եմ, որ ընտրություններից հետո պետք է գիտակցվի բոլորի կողմից, ով քիչ թե շատ պատասխանատվություն է զգում Հայաստանի ապագայի համար, որ այո, ընտրությունները միգուցե իդեալական չէին, գերիշխում էր, ես կասեի, միջոցները արդարացնում են արդյունքը, սկզբունքը, համարյա բոլոր ներառված քաղաքացիների կողմից եւ երևի դա բնական էր այն քաղաքական համատեքստում, որում հայտնվել է Հայաստանը։ Ավելի որակյալ ընտրություններ մենք դժվար թե կարող էինք ունենալ օբյեկտիվորեն։ Այսինքն հուսալ, որ այդ ապակայունացումը քաղաքական կբերի, որ, չգիտեմ, լինեն արտահերթ ընտրություններ եւ նրանք ավելի որակյալ կլինեն, չկա, որտեղ դրա համար չկան նախադրյալներ, ուրեմն պետք է կենտրոնանալ հիմա ոչ թե միջոցների, այլ նպատակների վրա։ Իսկ նպատակը կարծում եմ խորհրդարանում պետք է լինի այն, որ տարբեր քաղաքական ուժերը ի վերջո կարողանան համագործակցել երկրի համար, պետության համար օգտակար կամ հեռանկարային որոշումների կայացման վրա։ Բայց մեկը համարում է Ռուսաստանի հետ խորացումը օգտակար, մյուսը Ռուսաստանից հեռացումը։ Համադրության տեղ կա, պարոն։ Ես կարծում եմ, որ մեր նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները արդյունավետ կարող են լինել միայն տնտեսական ոլորտում։ Եթե տնտեսական համագործակցությունը կենթադրի նաև որոշակի քաղաքական պարտավորություններ, այլ հույսեր կապված երկրի անվտանգության հետ, ապա դա ձախողվելու է։ Եվ ես կարծում եմ, որ ողջամիտ ցանկացած քաղաքական գործիչ պիտի այդքան բանը հասկանա։ Եվ եթե խոսքը սահմանափակվելու է տնտեսական համագործակցության, ապա այսպես ասենք, պրագմատիկ շահերից շատ դժվար է հեռու լինել եւ այդ դեպքում, ասենք, Եվրամիության եւ Արևմուտքի հետ համագործակցությունը կտեղափոխվի շատ կոնկրետ ուղղությունների վրա, դա կամ պետք է որ տեղափոխվի, դա բարեփոխումներն են Հայաստանում ազգային ինստիտուտների առումով, դա հաղորդակցությունների ապաշրջափակումն է, որտեղ նույնպես Ռուսաստանը որքան էլ ցանկանա մեծ հաջողությունների չի կարող հասնել, դա էներգետիկ անվտանգությունն է եւ անկախությունն է, որտեղ նույնպես կարծում եմ այլ ընտրանք չկա դիվերսիֆիկացիայի։
Իսկ կարևտուրը թող լինի, բայց մնացած հարցերում կարծում եմ ակնհայտ են պետական եւ ազգային շահերը։ Թե որքանով կստացվի խորհրդարանում նման մթնոլորտ ստեղծել, ես կարծում եմ բոլորից է կախված, բայց եթե այսպես ասենք անդիմադիր քաղաքական ուժերը հույսը կշարունակեն դնել առճակատման վրա եւ այն հռետորաբանության վրա, որը մենք լսել էինք 5 տարի, նախորդ 5 տարիների ընթացքում, ապա դա կլինի իրենց վերջին ժամկետը խորհրդարանում։ Դա գոնե պիտի գիտակցեն եւ եթե այնտեղ կան երիտասարդ մարդիկ, որոնք որոշակի քաղաքական ապագա են տեսնում իրենց համար, ապա գոնե նրանք պետք է դրթեն իրենց ավելի տարիքով գործընկերներին, այսպես ասենք, ավելի արդյունավետ եւ կառուցողական աշխատանքի։ Ես բավականին այսպես ջղայն էի արձագանքում հետխորհրդային որոշ զարգացումների հաշվով, մասնավորապես այդ տարօրինակ ընտրությունների, որոնք տեղի ունեցել քաղաքացիական պայմանագրի վարչությունում, մանդատները չստացած մարդիկ արդեն կարծես թե կոնկրետ պաշտոններում են ընտրվում, տարօրինակ զարգացում է, բայց այսօր լսեցի նաև դրական լուր, որ պատրաստվում են ստեղծել էթիկայի մշտական հանձնաժողով, ես կարծում եմ, որ այդ կարգի հանձնաժողովի ստեղծումը եւ հուսով եմ նաև արդյունավետ աշխատանքը կնպաստի, որ նաև բովանդակությունը խորհրդարանի աշխատանքի կլինի ինչպիսին ես փորձեցի նկարագրել։ Հուսանք թեվավոր խոսքը չի գործի, որ խնդիրները կոծկելու համար ստեղծիր հանձնաժողով եւ մենք կոնկրետ այսպես Եթե աշխատի դժվար կլինի կոծկել, մենք տեսնում ենք, որ կոծկվում են այդ խնդիրները նախորդ 5 տարիների ընթացքում, բայց այն ժամանակ ըստ կարգավորումների խորհրդարանը կարող է ունենալ միայն կոնկրետ դեպքերի պարագայում ձևավորվող հանձնաժողով, եթե մշտական է լինելու, ապա ուզած-չուզած պետք է բոլոր դիմումներին արձագանքի։ Այսինքն դուք կասկած չունեք, որ ընդդիմությունը կվերցնի մանդատները եւ իդեպ ՍԴ-ից ինչ եք սպասում, պարոն Ասատրյան, հուլիսի 4-ին են որոշում կայացնելու ամենավերջը։ Դե ՍԴ-ից ես սպասում եմ, որ կհաստատի արդյունքները ընտրությունների եւ այն բաշխվածությունը մանդատների, որը ենթադրվում է ընտրությունների արդյունքներում։ Ես միգուցե բազմաթիվ կարող եմ պրետենզիաներ ունենալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի հետ կապված ու հիմնականում միգուցե քարոզարշավից դուրս եղած ժամանակահատվածում, բայց այն որ փաստարկները, որը բերում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, միգուցե ոչ շատ համոզիչ ձևակերպումներով, բայց ընդունելի են, այսինքն ի վերջո օրենքը ենթադրում է, որ այս հարցերում ԿԸՀ-ն ունի հայեցողական որոշումների իրավունք եւ եթե այդ հայեցողական որոշումը հիմնվում է լուրջ փաստարկների վրա, իսկ այս փաստարկները ըստիս լուրջ էին, այսինքն մենք երևի չպետք է մոդելավորենք, թե ինչպիսի արդյունքներ կլինեն, եթե առանձին այդ 3 ընտրատեղամասում ընտրություններ տեղի ունենային, հաշվի առնելով, որ դա մարտավարական արդեն քվեարկություն կլիներ, այլ պետք է հաշվի առնենք այն համամասնությունը ձայների բաշխման, որը կար ընդհանրապես բոլոր քվեարկություններում, բացառությամբ այն ճշտությունների քանակը եւ այդ 3 ընտրատեղամասում կլինի արժե առանց ԲՀԿ-ի։ Ենթադրում եմ այո, որ դա առավել սպասելի եւ ներկա իրավիճակում տրամաբանական որոշում կարող է լինել, անգամ եթե Սահմանադրական դատարանի անդամները չհամաձայնեն փաստարկների հետ զուտ ինտելեկտուալ մակարդակով, մտավոր մակարդակով ԿԸՀ-ի որոշման հետ, բայց զրկել ԿԸՀ-ին այդպիսի որոշում կայացնելու իրավունքից, կարծում եմ Սահմանադրական դատարանը չի կարող կամ չպիտի անի։ Այնպես որ մենք հասկանում ենք եւ կազմը Սահմանադրական դատարանի եւ վերջի ժամանակներում այնտեղ մուտքը մի անդամի, որը փաստորեն կուսակցական էր,
կամ դա կրկնեց Հրայր Թովմասյանի ճակատագիրը։ Եվ Հրայր Թովմասյանի եւ էլի կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահի շատ վատ պրակտիկա էր դա, ցավալի է, որ դրա դրսևորումները շարունակվում են նաեւ այն նախադեպով, որը կար ԿՊ վարչությունում կապված այդ ԱԺ նախագահի տեղակալների առանց մանդատներ ունենալու ընտրության հետ հիմա այն նպատակը, որի մասին ես ասում եի եւ որը կարող է մեզ ազատել միջոցները անընդհատ ողբերգություն սարքելու մեր սովորությունից նպատակները ենթադրում են, որ այդպիսի բաներ չպետք է լինեն, որտեվ եթե նպատակը երկրի զարգացումն է, երկրում իրականացվող բարեփոխումներն են, երկրում այդ ծայրահեղ բևեռացվածության հաղթահարումը, իսկ առանց դրա շատ դժվար է լուրջ արդյունքների հասնել, ուրեմն պետք է դասեր քաղել եւ չկրկնել այն, ինչ տեղի էր ունենում նախորդ տարիների ընթացքում։ Շատ լավ, մանդատ վերցնելու առումով Սամվել Կարապետյանը խոսում էր, ասելով դե 40% էմոցիայի տակ ասում է մի վերցրեք, 60% ասում է վերցրեք, ակնհայտ էր, որ նա այնպես էր մեկնաբանում, որ պետք է վերցնել եւ չվերցնել էմոցիայի։ Ես գիտեք, Ռոբերտ, ես կարծում եմ, որ այդ հայտարարությունները անիմաստ հայտարարություններ են, քանի որ եւ Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ հասկանում են, որ իրանք ամբողջությամբ չեմ կարող վերահսկել այն որոշումները, որը կայացվում են իրենց հարյուրավոր մարդկանց ներառվող նախընտրական ցուցակները։ Այսինքն ենթադրվում է, որ բոլորը մինչև վերջի մարտը այդ ցուցակներում ներգրաված պիտի հրաժարվի մանդատից։ Դա կուսակցական որոշում չի։ Դա կոնկրետ տեխնացուների որոշումն է եւ այն 23 + 12, հա, կարծեմ թե մանդատների քանակը ուժեղ Հայաստան կարող է նույնիսկ 29 լինել։ 29 + 12։ Ես կարծում եմ, որ անգամ այդ 41 տեղի համար կգտնվեն մարդիկ, որոնք չեն հրաժարվելու մանդատից, այնպես որ այդ խոսակցությունները մանդատներից հրաժարվելու ուղղակի անիմաստ են։ Եվ ԿՊ-ն նրանց կպաշտպանի, չէ՞։ Իհարկե, այսինքն օրենքն է իրենց պաշտպանում, իրենց իրավունքը ԿՊ-ի։ Չէ, նաև քաղաքական պաշտպանության մասն է։ Ինչ պիտի անեն։ Իսկ որ ասում են մենք իշխանափոխության գաղտնի պլան ունենք, պարոն Ասարդյան, Սամվել Կարապետյանն է ասում, դա այսպես ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ հակաիշխանական վճռականությունը պահպանելու նպատակ ունի, որ մի ընկրկեք, մի ընկճվեք, մենք կգնանք, գաղտնի ինչ-որ պլան ունենք եւ այլն, պլան B, C եւ այլն եւ այլն։ Թե իրոք այդպիսի գաղտնի պլան կա կամ այդ ինչ գաղտնի պլան կարող է լինել։ Ես որտեղից պիտի իմանամ դա։ Հա, չէ, նկատի ունեմ դա այսպես իրապես քաղաքական լուրջ նպատակն է, թե ավելի շուտ հանգստացնել սեփական ընտրողներին, որ մենք գնում ենք ԱԺ, ես գիտեք ինչ եմ հիշում 21-ին Ռոբերտ Քոչարյանի ուժը երբ որ վերցրեց մանդատները, էլի այս դիլեմայի առաջ էին ընտրողներին բացատրելու, որովհետև նրանք ավելի ծայրահեղական են, արմատական են, ասում են մենք գնում ենք խրամատ դարձնենք խորհրդարանը իշխանափոխության համար։ 5 տարում դա տեղի չունեցավ, խոսիթը մի քիչ նմանվում էր ամեն դեպքում, որ չգիտեմ, գաղտնի պլան կա, ինչ եք դուք մտածում, այսինքն փողոցային պայքարել չեղավ, կարծում եք խորհրդարան կգնան տրամադրել։ Դե որպեսզի ես կարողանամ պատասխանել ձեր հարցերին, ես ինչ որ վարկածներ պիտի իմ գլխում ունենամ։ Ես այդ հնարավոր վարկածներից միայն մեկը կարող եմ որպես տարբերակ քիչ թե շատ դուրս դիտարկել, որ միջամտությունը Հայաստանի ներքին գործերի մեջ կլինի շատ վճռական Ռուսաստանի կողմից։ Դա միակ պլանն է, որը կարող է ինչ-որ իրատեսականության հետ առնչություն ունենալ։ Ծայրահեղ կոշտ միջամտություն։ Այո, ռազմական ընդհանուր, հա, այնպեսի բան։ Չգիտեմ, կարողանան համոզեն Ադրբեջանին, որ Ադրբեջանը ի վերջո ագրեսիվ գործողություններ իրականացնի Հայաստանի նկատմամբ, իրանք էլ կմիջամտեն եւ մեզ կօգնեն ինչ որ նախապայմաններով, հա։ Այսինքն իրատեսականությանը մոտ վարկածը միայն դա է, որ ես կարող եմ
իշխանափոխություն Ենթադրել։ Պարագայում։ Ու կարալինի իշխանափոխություն, կարալինի իշխանության վրա ավելի էական ազդեցություն անդիմադիր քաղաքական ուժերի մի խոսքով դա արդեն էական չի, թե իշխանափոխության տակ ինչ են հասկանում, բայց որևէ այլ սցենար, որը չի ենթադրում արտաքին միջամտություն, իմ գլխում կամ ուղեղում չի կարող ծնվել։ Հա, ներքին իշխանափոխության բալանիները կորսված են, եթե Տեր-Պետրոսյանի բառապաշարին հղում անենք, հա։ Նա կարծում եմ այո։ Կարծում եմ այո, որքան էլ բարդությունների հետ հանդիպի Հայաստանը, կարծում եմ այսօր հնարավորությունները դրանք հաղթահարել, իսկ հնարավորությունները դրան խանգարել շատ հնարավորությունները հաղթահարել ավելի մեծ են, քան դրան խանգարելու ցանկացած հնարավորություն։ Շատ լավ, ավարտելով ինչ սպասել Հայաստանի եւ Եվրամիության քաղաքական ապագայի հարցում, Արման Եղոյանն էր այսօր մեր հյուրը, նա ասում էր, որ պետք է բանակցել ազատ առևտրի համաձայնագիրը, ասոցիացիան համաձայնագիր, այսինքն հաջորդ քայլ ես բերեցի նրան, որ նա ասաց դա, որ հաջորդ քայլը տրամաբանական դա կարող է լինել ԵՏՄ-ում, եթե Հայաստանի ազատությունները սահմանափակվեն, մնալու իմաստ չկա, այ չգիտեմ, առավել լավատեսները կարող են Հայաստանի իշխանություններից պահանջել անդամակցության հայտ ներկայացնել, որն է այն իրատեսական եւ այն օբյեկտիվ սպասելիքը, որ պետք է ունենալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները։ Ես կարծում եմ այսօր իմաստունի խոսել ինչ որ կարճաժամկետ պլանների մասին, քանի որ հետագա զարգացումները շատ բաների հետ են կապված, որոնք անգամ Հայաստանի սահմանների ներսում չեն։ Եվ այն ինչ տեղի ունենում Իրանում, եւ այն ինչ տեղի ունենում Ուկրաինայում, եւ անգամ այն ինչ տեղի ունենում Լիբանանում ազդելու է համատեքստի վրա, իսկ ինչ վերաբերում է կարճաժամկետի, ապա կարծում եմ, որ անգամ այն հայտարարություններից հետո, որ արել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը այսօր Երևանում, այդ ազատ առևտրի պայմանագիրը այդքան էլ արդիական խնդիր չէ, քանի որ այն պայմանները, որը ենթադրվում է ազատ առևտրի պայմանագիրը արդեն իսկ Հայաստանին առաջադրված են եւ նման պայմանագիր ունենալու համար Հայաստանը պետք է դուրս եկած լինի, եթե դա պայմանագիր է, այլ ոչ թե նմանատիպ միակողմանի աջակցություն Եվրամիության կողմից։ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը բնականաբար շատ լուրջ երկարատև կարգեր է ենթադրում, իսկ այդ ժամանակահատվածում, ինչպես ես նշեցի, ինչ ասես կարող է տեղի ունենալ, այնպես որ ես կարծում եմ հենց այդ կարճաժամկետ պլանավորմամբ առաջ գնալ եւ բացի դրանից, որ Հայաստանը ստանում է համարյա նույն ազատ առևտրի կարգավիճակը մնալով Եվրասիական տնտեսական միավորումում, բացի դրանից ես կարծում եմ երկու հանգամանք կա։ Շատ ունիկալ պետություն է, բայց Հայաստանը։ Մա բարձում է այդպես է։ Երկար պատմություն ունենալը ենթադրում է նաև երևի այդպիսի ունիկալ կարգավիճակ։ Մյուս երկու ուղղությունները, որոնք արժի քննարկել Եվրամիության հետ եւ համոզված են, որ քննարկվում են, դա անմիջական ֆինանսական փոխհատուցումն է մեր տնտեսվարողներին, որոնք կարող են կորուստներ ունենալ եւ դրա հեռանկարները նույնպես երևացող են եւ տեսանելի են եւ կապված չեն Եվրասիական միության հետ մեր հարաբերություններից, հուսամ, որ այդ կարգի հնարավոր օգնությունը Հայաստանում արդյունավետ կօգտագործվի, այստեղ նաև մեր կառավարության կարողություններից է շատ բան կախված լինելու, որպեսզի ցանկացած եվրացենտ, որ գալիս է Հայաստան, իրոք տեղ հասնի եւ օգնի մեր տնտեսվարողներին։
Եվ երրորդ ուղղությունը կարծում եմ դա մի ունիկալ համաձայնագրի շուրջ քննարկումները կարող են լինել Եվրամիություն Հայաստան հարաբերություններում, որոնք ենթադրվելու են բացի Եվրամիության աջակցությունից նաև հստակ պարտավորություններ բարեփոխումների հետ կապված։ Քանի որ ի վերջո ցանկացած բարի մարդ հոգնում է, երբ որ անընդհատ օգնություն է ցուցաբերում եւ սկզբունքորեն հարցերը եւ սկզբունքորեն հարցերը չեն լուծվում, պես որ եթե մենք մի քիչ ավելի հեռուն ենք նայում, պետք է հասկանանք, որ պետք է մեզ վրա վերցնենք այնպիսի պարտավորություններ, որոնցից կախված է լինելու նաեւ մեր ապագան, իսկ դա եւ հուսանք վիզայի ազատականացումը մի քիչ ավելի արագ տեղի կունենա։ Ну, ես ճիշտ ասած վիզաների ազատականացումը այդ ընդհանուր համատեքստում չեմ դիտարկում, դա իհարկե հարաբերությունների խորացման համար նպաստող հանգամանք է, բայց ամեն դեպքում հիմնականում առանձին մարդկանց է վերաբերում, այլ ոչ այնքան միջպետական հարաբերությունների։ Իհարկե նպաստում է։ Եվ այո, եւ բիզնեսի համար, եւ կրթական ծրագրերի համար այդ ամեն ինչը կարեւոր է, բայց հիմնականում դա առանձին մարդկանց կյանքը հեշտացնելու մի ձև է, իսկ եթե խոսքը գնում է իրոք երկրի ինստիտուցիոնալ զարգացման, որի կարիքը մենք միանշանակ ունենք, ապա այստեղ լուրջ պարտավորություններ ենթադրող համաձայնագիր պետք է ունենանք, որը չի զիջելու իր պրակտիկ նշանակությամբ ասոցիացիան համաձայնագրի եւ շատ ավելի բարձր կլինի, քան խորը եւ համապարփակ գործընկերության համաձայնագիրը, որ այսօր գործում է եւ դրա նոր ընթերցումը իդեմս նոր օրակարգի Եվրամիության եւ Հայաստանի միջեւ, որտեղ իրոք այդ փոխադարձ պարտավորությունների առումով չի կարելի ասել, որ փաստաթղթերը լավ եւ հետեւողական նորեն մշակված էին։ Իդեպ ավարտելով, եթե Թուրքիան սահմանը բացի Հայաստանի, ստացվում է առանց մաքսատուրքերի մեր ապրանքները Թուրքիայի տարածքով արդեն իսկ այս հանձնաժողովի որոշումից հետո կգնա Եմեն։ Ну, փաստորեն այո։ Շնորհակալություն զրույցի համար, կսպասենք Factor TV-ում հյուրընկալել ենք Բորիս Նավասարդյանին։